Անում ամեն ինչ հանգում է 4 հիմնական հարցի։ Առաջինը՝ ինչպես ներգրավել հաճախորդներ։ Հաճախորդները ինքնուրույն չեն գալիս։ Նրանց պարզապես սպասելով ոչինչ չի փոխվի։ Պետք է օգտագործել մեթոդներ, որոնք կբերեն նրանց քեզ մոտ։ Սա կոչվում է հաճախորդների հոսք։ Ինչպես ներգրավել հաճախորդների։ Հայտնի չինացի մտածող Դեն Գոֆանը մի նամակում իր որդուն գրել էր. Եթե քեզ դուր է գալիս մի թիթեռ, երբեք մի փորձիր վազել նրա հետևից։ Միևնույն է, չես կարող բռնել։ Փոխարենը ծաղիկներ տնկիր եւ խնամիր քո այգին։ Երբ գա գարունը, թիթեռները իրեն կգան քեզ մոտ։ Իսկ եթե այն թիթեռը, որը քեզ դուր էր եկել, չվերադառնա, խնդիր չէ։ Քեզ մոտ արդեն կա արև, անձրև եւ գեղեցիկ այգի։ Եվ նույնիսկ եթե նա չվերադառնա, այլ թիթեռներ, գուցե նույնիսկ ավելի գեղեցիկ կգան քեզ մոտ։ Այսպես է աշխատում թե սերը, թե բիզնեսը։ Եթե քո բիզնեսը չի զարգանում, եթե հաճախորդները քիչ են, պետք չէ պարզապես նստել ու սպասել։ Եվ առավել եւս պետք չէ վազել հաճախորդների հետևից։ Պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդիկ իրենք ցանկանան գալ քեզ մոտ։ Երկրորդ հարցը՝ ինչպես համոզել հաճախորդին գնել։ Պատկերացրու հաճախորդը մտավ, նայեց եւ դուրս եկավ։ Ինչ անել, որ նա գնի։ Սա կոչվում է կոնվերսիա։ Դրա համար հիշիր վաճառքի ցենցսկզբունք։ Նոր հաճախորդին գրավում են քաղաքավարությամբ, մշտական հաճախորդին պահում են ջերմությամբ եւ ուշադրությամբ։ Մեծածախ հաճախորդին գրավում է արդյունավետությունը, դանդաղ հաճախորդին սպասարկում են համբերությամբ։ Հարուստ հաճախորդին առաջարկում մենք կարգավիճակ եւ բացառիկություն։ Սահմանափակ բյուջե ունեցող հաճախորդին առաջարկում մենշահավետություն եւ խնայողություն։ Նորաձևությանը հետևող հաճախորդին առաջարկում են նոճև թրենդներ։ Վստահպահանջ հաճախորդին կարևոր են մանրամասները։ Ցեթևամիտ հաճախորդին գրավում են ընկերական վերաբերմունքով։ Անվստահ հաճախորդին պետք է ներաշխիկ եւ վստահություն։ Երրորդը՝ ինչպես անել, որ հաճախորդը վերադառնա։ Ավելի լավ է, եթե մեկ հաճախորդը քեզ մոտ գա 1000 անգամ, քան եթե 1000 հաճախորդ գա միայն մեկ անգամ։ Կրկնվող գնումները կոչվում են հաճախորդների հավատարմություն։ Հիշիր եւ կարևոր սկզբունք։ Հաճախորդին միշտ չէ, որ պետք է ցածր գին։ Նրան պետք է զգալ, որ շահել է։ Հաճախորդի հետ մի քննարկիր գինը։ Քննարկիր արժեքը, չկա լավագույն ապրանք, կա հաճախորդին համապատասխան ապրանք, չկան չվաճառվող ապրանքներ, կան վատ վաճառողներ։ Հաճախորդը սխալ չի լինում, սխալ է լինում սպասարկումը։ Կարևոր չէ, ինչ ես վաճառում, կարևոր է ինչպես ես վաճառում։ Հաջողությունը բախտ չէ, դա համակարգի եւ մեթոդների արդյունք է։ Ինչպիսի դժվարություններ էլ առաջանան, լուծումների մեթոդները միշտ ավելի շատ են, քան խնդիրները։ Մի վատնի ժամանակը բողոքների վրա։ Մի վստահիր քիչ